տեսնում եմ հետևյալ համատեքստում, որ Ռուսաստանը այսօր հույս է տեսնում Հայաստանում իրականացնել ընտրությունների միջոցով այն օպերացիան, ինչը իրականացրեց Վրաստանում, իշխանության բերելով Իվանիշվիլիին։ Եվ այդ առումով իրենք լուրջ աշխատանքներ են անում, եւ այդ թիմերի ձերթվակած մարդկանց այցելությունները Հայաստան այդ նպատակն ունեն։ Համախմբել Հայաստանի Հանրապետության 5-րդ շարասյանը, փողոցային գործընթացներով թույլատրել Հայաստանի Հանրապետության իշխանությունը, մաշեցնել, ինչպես ասում էր, դասականը մինչև քոքը, իսկ ընտրությունների ժամանակ նեյտրալ տեխնացուով, որը ինչ որ քեզոք կերևա, ոչ ռուսական, ոչ արևմտյան դաշտում, փորձել նման տեխնացուով վերցնել իշխանությունը։ Ռուսաստանի այս տարածաշրջանում մնալու միակ հնարավորությունը դա է, որովհետև դուք էլ նշեցիք ու ձեր հետ համաձայն եմ, որ Ադրբեջանը ամբողջությամբ ժողովրդական բարբառով ասած, նույնիսկ լրատվական կայքերը ռադարեց Ադրբեջանից։ Այսինքն այսօր Ռուսաստանը Ադրբեջանում ներքին ազդեցության կլորջ դրող ռեսուրս ունի։ Եվ այդ առումով կարելի է նախանձել իրենց, այո։ Մենք ոչ միայն չեզոք չենք, մենք դեռ ռուսական ազդեցության շատ լուրջ պրոպագանդիստական ազդեցության ենք պահում Հայաստանում։ Եվ այս առումով պիտի ասեմ, որ իրենք Ադրբեջանով արդեն Հայաստանի վրա ազդելու հնարավորություններ չունեն, եթե դա չբխի Ադրբեջանի շահերից։ Այսինքն Ադրբեջանի ինքը չուզենա իրեն ձեռնատու չլինի սահմաններին որոշակի պրովոկացիաներ անել, Ռուսաստանի ասելով չի անի։ Այսօր իրեն ձեռնատու է, որովհետև իրեն ով չի ալարում ճնշում է, որպեսզի ինքը համաձայնել այդ 17 կետերին գնա ստորագրի։ Ով հանդիպում է ասում այ շատ ապրեք, որ հասակ այդ 17 կետերի համաձայնության, դուք մտքի տանեք, հիմա ժամանակն է այդ ստորագրելու։ Իսկ քանի որ ինքը չի ուզում այդ ստորագրի, որոշակի հույսեր է պայպայում այլ խնդիրների առումով, ինքը փորձում է դրանից որ շեղել, որ իրեն այլևս այդ հարցով չդիմեն, ինքը այս կրակոցներն է անում, ինչով նաև սպասարկում է Հայաստանի ներսում գործող 5-րդ շարասյանը, որ նա փողոցներում Գարնանը սկսի նոր ակտիվություններ ու այդ ակտիվության արդյունքում թուլացնի պետությունը եւ այս համատեքստում Ալիևը դուրս կգա նաև այդ ճնշումների համատեքստից եւ նաև այդ Ռուսաստանից եկած թևը փորձելու է Հայաստանում կոնսոլիդացնելով ռուսական ազդեցության ուժերին նրանց մեջ ընտրել որոշակի անհատի ում անունը չեն տա, հավանաբար կպահեն 2026 թվին ու մի գեղեցիկ օր կբարձրաձայնեն, որ այս ինչ մարդն է լինելու միացյալ ընդդիմության տեխնացուն ու ինչքան էլ Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը իրար հակադիր բաներ ունեն, բայց այս տեխնացուի առումով ու գործող իշխանությանը վռնդելու առումով, որը չարիք է Հայաստանի համար, մենք միավորվում ենք։ Այնպես ինչպես դա արեցին Գյումրիում, այսինքն նույնիսկ սպանության խնդիրներ կար Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ, բայց իրենք ընդհանուր հայտարարի եկան, այնպես էլ 2026-ին ռուսական ազդեցության 5-րդ շարասյան ուժերը Ռուսաստանի հորդորով ընդհանուր հայտարարի կգան, թեկուզ եթե իրենք իրար ատում են։ Դրա համար Հայաստանի Հանրապետության դաշտում գործող իրական հայրենասեր մարդկանց, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, ովքեր զբաղվում են լրատվական գործունեությամբ, ովքեր զբաղվում են հասարակական գործունեությամբ, միավորվել է պետք եւ կոնկրետ խնդիրներ է լուծել պետք, թույլ չտալու, որ խնդիրները նախ վերածվեն սև ու սպիտակի, եւ Գյումրիի փորձը ցույց տվեց, որ խնդիրները փորձվում է վերածել սև ու սպիտակի դաշտ եւ այդ վերածողը միայն իշխանությունը չի, նաեւ հակառակ թևն է եւ նրան ձեռնատու է նման մոտեցում կիրառելը եւ փորձել այդ համատեքստում ռուսական ազդեցության գործունեության հնարավորությունը մաքսիմալ փոքրացնել։ Օրինակ այդ առումով այն ինչ որ դուք բարձրաձայնում եք շատ ճիշտ բան եք անում, այսինքն մենք փորձում ենք այսօրվա պարագայում հակադարձենք ռուսական ազդեցությանը Հայաստանի ներսում
Եվ Հայաստանի իշխանություններին մղենք արևմտյան եւ եվրոպական ուղղություններով ավելի արագ ու ինտենսիվ քայլեր անել։ Այս է այսօրվա մեր աշխատանքը Հայաստանի ներքաղաքական դաշտում։